մետրոյով գնում ենք դեպի ծով, Hoek van Holland, ապի այդ հատվածը կոչվում է Hoek van Holland, ինչի որտև քարտեզի վրա որ նայեք, հենց անկյունի վրա է այդ հատվածը, սենց գնում ենք, սոր էլ մեր բախտից լավ եղանակ է, ինչպես է ձեր տրամադրությունը տիկին Մելանիա? Thank you. Ավելի շատ գործարանային թաղամասեր է Կանգառը, որ տանում է դեպի ծով, ուրեմն բացվել է 2023 թվականին, քաղաքապետարանը իրականում ավելի շուտ էր նախատեսել, որ դեպի ծով ապտանող կանգառ լինի, քանի որ այս հատվածը, հատկապես ամռան ամիսներին շատ խիտ է լինում ճանապարհը, շատ խցանումներ են լինում, մեքենաները կայանելու համար միշտ խնդիրներ ա լինում եւ որպեսզի մարդիկ խուսափեն այդ ամենից որոշեցին, որ այստեղ ավելի լավ կլինի կանգառ լինի դեպի ծով ապտանող։ Մեծ նավ ա հեռվում, վրան վերամբարձ կռնուկներ, երևում ա։ Եվս երկու կանգառ ու հասնում ենք ծով։ 45 րոպեն անցավ ակնթարթի պես։ Ոմանք հեծանվով են եկել, այստեղ մետրոյի մեջ հատված կա, որտեղ կարող ես հեծանվով կանգնել, կան նաև մարդիկ, որ բերում են ուղղակի այստեղ թողնում են հեծանիվները, հետո գալիս են վերցնում են, նայած ոնց հարմար է։ Վերջին կանգառը գնում ենք ապ։ Չեմ տեսնում, բայց հասնում եմ։ Vergeet niet uw persoonlijke eigendommen en afval mee te nemen. Bedankt voor het reizen met de RET. Գալի մետրոն ու ծովն ա նայեք։ Նման բան միայն Հոլանդիայում կարող ես տեսնել, երևի չգիտեմ էլ որտեղ կա։ Կի հրաշք։ Հասել ենք ծով։ Մի հատ նայեք իմ հետևում ծովն ա։ Սանցայրացի ծով։ Հավեսա չէ ման։ Մնանք ստեղ։ Մուշ քնելա։ Ու վերջապես 2023 թվականի մարտին արդեն այստեղ բացվեց կանգառը, չնայած որ բնակիչները ասում են բողոքել են, քանի որ աղմուկ ա լինում մետրոյի այդ կայարանի պատճառով, բայց նաև մետրոյի կայարանին կից իրենք այդպես ձայնամեկուսիչներ են տեղադրել, որպեսզի հնարավորինս ձայնը խլացնի։ Մի խոսքով կայարանը դարձավ իրականություն։ Են ինչ անի։ Yes. Ինչ հրաշք տեսարանը։ Հեռվում շատ, հեռվում նավեր կան կանգնած։ Էդ ինչ ես գտել, անի։ Ja, alleen voor lekker.
Անverջ կարող ես կանգնես ու լսես սալիքների ձայնը։ Հա, էսա կգնանք ընդեղ։ Այստեղն էլ հատուկ ավազը բարձր է այսպես արած, ոնց հասկացա, որ երեխեքը խաղան։ Շատ հարմար է։ Հա, ոչինչ, խաղում է ապերը։ Մամա կոմ։ Ուր գամ։ Սրճարանը։ Արի։ Շատ գեղեցիկ ինտերիերը։ Այս տարածքը նաև իրենք ասում են, որ բացօթյա այս տարածքը կարող են իրենք տրամադրել ներսի տարածքը եւս հարսանեկան արարողությունների, ծննդյան արարողությունների եւ ընդհանրապես ընտանեկան արարողությունների համար։ Սուզում պատվիրեն կանի։ Chicken nugget? Orange Coca-Cola. Orange Coca-Cola. Իսկ ես մամայի հետ պատվիրեցինք ավանդական հոլանդական դդումով սուպ, չնայած որ մաման մի քիչ կասկածում էր արժի թե չարժի, ես ասեցի հաստատ արժի, որտեվ պետք է անպայման գոնե մեկ անգամ փորձել իրենց իսկ բաղադրատոմսով դդումով սուպը։ Դդումով սուպն եկավ, համ նիրոք անմահական էր։ Պարզվեց, որ դդումով եւ բիբարով է սուպը։ Եվ իրենք միշտ դդումով սուպը մատուցում են երկարավունետ հացերով, ստոկբրոդ են ասում, եւ կարագով մի փոքր, պետք է կարագ քսես հացի վրա եւ այդպես ուտես։ Een ander in doen, weet je. Ja. Dankjewel. Ze zijn zo schattig. Jullie zijn echt schattig. Ja, is een beetje Oh. lief, hè? Ja. Ai, ai. Ադրի մեզ ինչի։ Արևը մայր մտավ, ժամը 6-ը չկա, բայց արդեն արևը մայր է մտել, այն կողմից քաղաքն է, այս կողմից արդեն անծայրածիր ծովն է, աջ կողմից էլի քաղաքն է երևում։ Հուկվան Հոլանդ անունով հենց քաղաք կա, այս մյուս կողմում լուսինն է, նայեք դուրս գալիս։ Սիրուն է։